գործակալական համակարգը, որի մեջ ներառված են թուրքական, ադրբեջանական, Մոսադի եւ այլ համակարգի ներկայացուցիչներ, բացի Հայաստանի Հանրապետություն կոչված ազգային անվտանգություն, դատախազությունից եւ մնացած համակարգից։ Ի պատասխան դե համար 27.1 Ից 113-2021 թվականի գրության հայտնում են, որ Ռոբերտ Սիմոնյանի կողմից ՀՀ պետական սահմանագծի փոփոխություն Թուրքիայի Հանրապետության 11,000 հեկտար տարածք վերաբերելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Սահմանագծի փոփոխություն ոչ օրինական, ոչ էլ անօրինական կարգով երբևէ տեղի չի ունեցել։ Լսեցիք ուշադրություն, երբևէ տեղի չի ունեցել։ Ես հիմա բերելու եմ փաստեր, որոնք հիմնավորում են սրանց հանցագործությունը, պետական դավաճանությունը, ազգի պետության դեմ կատարված հանցագործությունների շարքը։ Սահմանային ռեժիմի պահպանությունը հայ-թուրքական սահմանագծի հատվածում իրականացվում է տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ գործունեության պայմանների վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ միջև կնքված 30.09.1992 թվականի պայմանագրի համաձայն։ Այսինքն 1992 թվականից արկա են արդեն իսկ քարտեզներ սահման, որով ճանաչվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսօրվա իրականացվող սահմանազատում կոչվածը դեմարկացիա, դեմիլիտացիա եւ այլն, սրանք փաստացի պետական դավաճանություն են։ Եթե կա սահման, ապա պիտի լինի քարտեզ։ Եթե կա քարտեզ, ուրեմն համրագրված է համապատասխան սահմանագիծը, որով տարանջատում է Ադրբեջան կոչված Թուրքիա եւ այլ եւ այլ։ Հիմա սա ասում են որևիցե սահմանագծի փոփոխություն ոչ օրինական, ոչ էլ անօրինական կարգով երբևէ տեղի չի ունեցել։ Ներկայացնում են փաստեր։ Հիմա OBS-ի այս անգլերենն է տված Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Ռոյրիվին։ Ի պատասխան ով է ուղարկում Լեոնիդ Հակոբյան, министр по координации территориального управления градостроительной деятельности Республики Армения 17.08.2000 թիվ 019-39-20 հաստատուղթ է Լեոնիդ Հակոբյան։ Ի պատասխան ձեր գրությամբ ուղարկում ենք արտաքին գործերի նախարարության պատասխանը հարցի վերաբերյալ։ Այսինքն Ճրտոյի Դուքյանի փաստաթուղթ չի։ Սա պաշտոնական փաստաթուղթեր են։ Շարունակեք։ Արտաքին գործերի նախարար պարոն Օսկանյանին։ Սա էլ Օսկանյան կոչվածն է։ Հարգարժան նախարար, համաձայն պայմանավորվածության ձեզ է ուղարկում ԵՀԿ Երևան գրասենյակի ղեկավար դեսպան Ռոյրիվի նամակը 019-29-13-26-06-2000 թվական։ Կարդում եմ պատասխանը, խնդրեմ ծանոթացեք։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն 25-06-774 25 հուլիս 2000 թվական տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյան։ Հարգելի պարոն նախարար, ի պատասխան ձեր ԵՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Ռիվի հարցման մասին 26 հունիսի 2000 թվականի նամակի պատասխանում են, որ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ուշադիր լսեք կատարված է ըստ ՀՀ միջազգային ճանաչված սահմանների, այսինքն արդեն իսկ սահմանները ճանաչված են։ Այսինքն այսօրվա է սահմանազատումը փաստացի պետական դավաճանություն է։ Շարունակեք։ Ինչպես լավատեղյակ եք, վարչատարածքային բաժանման մանրամասները հստակորեն տված են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի ընդունված 1995 թվական նոյեմբերի 7-ին, այսինքն նշված ժամանակահատվածում արդեն իսկ սահմանը ամրագրված է եղել։
Հիմա ցանկացած խախտում ներս, դուրս եւ այլն, սա պետական դավաճանության փաստ է։ Ավելացնեմ, սա 95 թվականից։ Սույն օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի մեջ ընդունված 1996 թվականի հունիսի 30-ին, այսինքն նորից օրենք է փոփոխվել, որի հիման վրա սահմանները եւս ծախվել է, տարածքը եւս ծախվել է։ Այսինքն ինչ է նշանակում դա։ Մի հատ հաստատությունը կարելի է նառը։ Նա դուր հայ։ Այն։ Այսինքն, եթե մենք 1991 թվականին անցել ենք ԿՍՄ համակարգից, կեղծ փաստաթղթերի հիման վրա բան չկա, պիտի լինեն համապատասխան ընդունման հանձնման ակտեր, այսինքն կրյոն դաշնի ակտեր, որի հիման վրա մենք դուրս ենք եկել ԿՍՄ համակարգից համապատասխան սահմաններով, որի հիման վրա պետք է ամրագրված լինի սահմանային բաժանման մասին քարտեզները։ Ըստ ազգային անվտանգության վարչության պետի, նաև սահմանապահ զորքերի ղեկավար կոչվածի, ամրագրված է, որ 1992 թվականին արդեն իսկ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանում է ՌԴ կոչված Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այսինքն 1992 թվականին Ռուսաստանը չգիտի, թե ինչ սահմաններ է պաշտպանում, թե ում սահմաններ է պաշտպանում։ Այսինքն հաստատի այսօր կատարված է պետական դավաճանություն, որ նոր սահմանազատման մասին ներկայացնում են այլ փաստաթուղթ։ Իրոք է։ Հայաստանը Ադրբեջանի սահմանները ճանաչել է 2010 թվականի հունիսի 24-ի օրենքով, ևս սահման փաստ, այսինքն 2010 թվականի հունիսի 24-ի օրենքով, որ հեսա ձեզ կներկայացնեմ, ևս կատարվել է պետական դավաճանություն։ Այսինքն այս դատական համակարգ կոչված վիժվածքները իրենց դատախազությամբ ազգային անվտանգության փաստացի կատարում են պետական դավաճանություն եւ սա փաստացի պարտակվում թաքցվում է դատական համակարգի եւ հսկիչ կոչված վիժվածքների կողմից։ Հիմա փաստաթուղթն եմ կարդում։ Վկայակոչելով Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանը զերծ է մնում Արցախը ճանաչելու։ Սա եղել է բոլոր նախագահների, այս նաև այս վիժվածքի։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Քաշողլի եւ նրանց կառավարությունների անփոփոխ դիրքորոշումը։ Սրա հետ մեկտեղ պարզվում է, որ 2010 թվականին ՀԿ-ական իշխանությունը Սերժ Սարգսյանի խորհրդարանում իշխող ՀԿ օրենքով ճանաչել է Ադրբեջանի սահմանները։ Դա Հայաստանի Հանրապետության օրենքն է վարչատարածքային բաժանման մասին, օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, որը նկարագրում է նաեւ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում սահմանային բնակավայրերի Ադրբեջանի հետ ունեցած սահմանները։ Հիմա Քաշողլին ասում են, որ Արցախը մերն է եւ մեր, ճիշտ է։ Հաստատի Քաշողլի խափում է։ Դրա համար է մեր ազգին տարան կործանման, ցեղասպանման, որպես վարձու վարձկաններ, որովհետև նշված տարածքը ամրագրված է որպես ադրբեջանական տարածք։ Դեռևս ես ներկայացրած փաստերով ձեզ ներկայացրեցի։ Այսինքն 2010 թվականին եւս կատարվել է պետական դավաճանություն, որի հիման վրա մեր իսկական սահմանները եւս ծախվել են, նվիրաբերվել են թուրքին ադրբեջանցուն։ Ցիտում եմ նաեւ քարտեզը, որը ամրագրված է։ Այսպես Արցախի Քաշաթաղի շրջանում սահմանակից է Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է։ Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում։ Համայնքը հյուսիսից ԱԲ հատվածով սահմանակիցը Խնածաղ գյուղական համայնքի, հյուսիս-արևելքից եւ հյուսիսից ԲԳ հատվածով Արաշեն գյուղական համայնքի, հյուսիս-արևելքից ԳԴ հատվածով Տեղ գյուղական համայնքի, արևելքից ԴԵ հատվածով պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետություն, ԵԶ հատվածով ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից ԶԵ հատվածով պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետություն։
Այսինքն արդեն իսկ ամրագրված էր այն դեռևս այն ժամանակահատվածներից նշված իմ կողմից ձեզ մատուցված, որ դրանք արդեն իսկ ծախված են համարվում են ադրբեջանական սահմաններ։ Շարունակենք։ Հարավից եւ հարավ-արևմուտքից ԷԸ հատվածով Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից ԸԹ հատվածով Գորիս քաղաքային համայնքին, ԹԱ հատվածով Վերիշեն գյուղական համայնքին։ Այսպես ոչ մի բառով անգամ նշված չի, որ Խնձորեսկը սահմանագիծ է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Ավելին պարզվում է Խնձորեսկը պետական սահման ունի Ադրբեջանի հետ։ Այսինքն այս բոլոր փաստերը հիմնավորում են, որից փախավ դադավոր կոչված մնացը սրանց բազմակի օգտագործված գործիքը, որ փաստացի սա պարտակում թաքցնում է գլխավոր դադաղազության, ԱԱՑ-ի, հատուկ քննչական կոմիտեի, մուսռների բոլոր համակարգերի, նաև ազգային ախորի դեպուտանկաների կողմից կատարված պետական դավաճանությունները, միջազգային հանցագործությունները։ Այդ դրա համար էլ այսօր խոչընդոտեցին, որովհետև ոչ դադաղազ կոչված է, ոչ ազգային անվտանգության կոչված պաշտոնյա կոչվածները, գործակալները իրականում, որևիցե մեկը չմասնակցեց, չեկավ եւ չպահանջեց դատաքննություն, արդարադատություն իրականացնելու պետական դավաճաններին պատասխանատվության բաժի ենթարկելու։ Բացի դա, այսօր ներկայացված էր պահանջ որպես կալանքի որոշում կայացնել Խերժիկ Նարիմանովի, Ռոբիկ Քոչարյանի, Քորի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Փաշօղլու եւ նրանց համակարգի բոլոր ղեկավարների նկատմամբ։ Այդ դրա համար էլ այսօր փախան այս վիժվածքները, պարտակելով թաքցնելով ազգի պետության դեմ կատարված հանցագործությունները։ Կշարունակեն։